Ողբերգություն է, որի միջով իհարկե մեր ժողովուրդն անցավ եւ այն փոխեց սկզբունքորեն մեր ճակատագիրը։ Գիտեք, սա մեր ճակատագիրը սկզբունքորեն փոխեց եւ սա ոչ միայն մեր անցյալի մասին է, սա նաեւ այն մասին է, թե ով ենք մենք հիմա։ Առհասարակ ես այստեղ 3 հիմնական հարց կառանձնացնեի։ Ինձ համար ցեղասպանությունը առաջին հերթին հիշողություն է այն մարդկանց մասին, ովքեր ենթարկվեցին դաժանությունների, ողբերգությունների, սպանությունների, զանգվածային եւ բռնագաղթի։ Երկրորդը, մենք պետք է գիտակցենք այն հետևանքները, որ մեզ համար առաջացան ցեղասպանության արդյունքում։ Այն մեզ առավել խոցելի դարձրեց այդ ժամանակ, այն կոտրեց մեծապես ազդեց բացասական մեր դիմադրողականության վրա։ Մենք մեծ վնասներ կրեցինք տնտեսական բոլոր առումներով։ Եվ երրորդը մենք սրա արդյունքում դարձանք աշխարհասփյուր։ Բայց նաև աշխարհասփյուր աշխարհի բոլոր երկրներում, այս նաև միավորված ճակատագրով ու մեր պատմությամբ։ Գիտեք, այս ամենի արդյունքում մի հարց է առաջ գալիս. արդյոք մենք կարող ենք մոռանալ այս ամենը։ Իհարկե ոչ։ Արդյոք մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք մեր պատմությունից, իհարկե ոչ, եւ հույս ունենանք որևէ մեկի բարեհաճությանը։ Այստեղ մի հարց էլ կա ինձ համար. արդյոք այս օրը կամ ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին է։ Իհարկե ոչ։ Ինչ նկատի ունեմ։ Մենք շատ կարևոր է, որպեսզի այս ամենը օգտագործենք, այս ամենը նկատի ունենանք եւ սա օգտագործվի մենք օգտագործենք քաղաքականության մեջ եւ մեր երկրի ապագայի համար, մեր հանուն մեր երկրի ապագայի, որովհետեւ մենք չենք կարող որոշենք հանկարծ մոռանանք ու մեկ էլ հրաժարվենք, որովհետեւ մեր պատմությունը կգրեն մեր փոխարեն ուրիշները։ Այդ ժամանակ մենք ընդհանրապես կկորցնենք մեր անհատականությունը, կկորցնենք մեր ինքնությունը եւ երբ ուրիշները գրեցին մեր պատմությունը, վերաշարադրեցին, մենք կվերանանք այլևս աշխարհի երեսից։ Դրա համար ես այստեղ 2 բան կասեմ։ Մենք չպետք է մոռանանք, որովհետև սա մեր ազգային ինքնության մասին է, մեր ճակատագրի մասին է։ Երկրորդ, մենք պետք է հիշենք հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մենք ավելի ուժեղ դարձնենք։ Դրա համար մենք կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից, որովհետև սա ոչ մեկ չի կարող ժխտել, այն գոյություն ունի եւ մենք պետք է հետապնդենք այս հարցը, պետությունը պետք է հետամուտ լինի, բայց մյուս կողմից ցեղասպանության ճանաչումը դարձնելով ոչ թե ինքնանպատակ հարց, այլ հանուն նրա, որ ամրացնի ել ավելի մեր պետության դիրքերը եւ մենք առավել ամուր կանգնած լինենք։ Պարոն Թաթոյան, նայեք, Փաշինյանն էլ ասում է չմոռանանք, բայց օրինակ պետք է հաջորդ օրն էլ խորոված փարթի անենք, որովհետև քաղաքացու օրն է։ Ինքն էլ է ասում, չենք մոռանում։ Տեսեք, այստեղ սկզբունքային մոտեցումներ կա։ Եթե նա լիներ ազգային գործիչ, եթե նրա համար մեր ազգի շահերը լինեին կարևոր ու առաջնահերթ, միգուցե նման այդպես խորոված փարթի անելը այդպես կարելի էր երևի ինչ որ մի ձև թեև էլի անարգանք կլիներ, բայց նա ակնհայտ է, որ այդ ամենը անում է ոչ ի նպաստ մեր երկրի շահերի։ Նա անում է, որովհետև որպեսզի արժանանա ադրբեջանական իշխանության բարեհաճությանը, թուրքական իշխանության բարեհաճությանը, որպեսզի հանդիպումների ժամանակ ուսին տնպաստեն գովը են ասեն, այ լավ էս այդ ամենը անում։ Նրան ասում են, օրինակ Ադրբեջանի նախագահ ասում է շարժվի աջ, շարժվում է աջ, ասում է թռի, ասում է ինչքան պետք է թռնեմ, 2 մետր թե 3 մետր թռնեմ։ Այդ պայմաններում խոսել մի բանի մասին, որ ցեղասպանությունը հիշենք, այն էլ հատուկ բերել մցրել են մի հատ էլ մեծ եղել տերմինը, ես կարծում եմ դա պատահական չի, դա մոռացության տալու, ժխտողականության քայլերից մեկն է մեր այն մարդու կողմից, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, հետևաբար ինձ համար այդ խոսքերը ընդամենը ցեղասպանության այս միջազգային հանցագործությունը, ողբերգությունը մոռացության տալու, մեր ազգային շահերը չհետապնդելու մասին է։ Իր ուղերձում Փաշինյանը նշում է, որ 29743 քառակուսի կիլոմետր մենք արդեն տարածք ունենք, համեմատում է Սինգապուրի հետ, որ Սևանի 2/3-ի չափով է տարածքը, բայց 5.5 միլիոն բնակչություն ունեն, մեր երկիրը թերբնակեցված է եւ սա ասում է ցեղասպանության ուղերձում։ Այսինքն այն կոնտեքստով, որ մենք տարածքային պահանջներ չպետք է ունենանք։ Արդյոք ցեղասպանությունը տարածքային պահանջների մասին։ Գիտեք, այս կեղծիքի աստիճանը այնքան տհաճ է արդեն։ Հələ բերեք հիշենք 2020 թվականից առաջ ինչ էր ասում։ Ասում էր 2050 թվականին մեր բնակչությունը պետք է լինի 5 միլիոն, իսկ հիմա 2050 թվականին վիճակագրական ժողովրդագրական տվյալներով միայն 24.4% եւ
մոտավորապես 24% լինելու են տարեցներ։ Մեր բնակչության, մեր երկիրը շատ արագ ծերանում է։ 1.6, 1.8 ծնելիություն է արդեն ընտանիքներում։ Շուտով մեր ընտանիքները ընդամենը 1 երեխայից ավել այսպես շարունակվից չեն ցանկանալու ունենալ։ Առավել եւս մարդիկ ապահով ապագա չեն տեսնում։ Այդ պայմաններում թեր բնակեցված ինչ է նշանակում, այսինքն դու 8 տարի լինես իշխանության խոսես քո երկրի թեր բնակեցումից, հենա մենակ հաշվենք օրինակ ինչ որ մի հատ մարզ, ասենք դե լավ, բերեք այդ մարզով կակրած կոմպակտ կապրենք իրար հետ, էլի, բոլորով գնանք տեղափոխվենք այդ մարզի մեջ։ Այսինքն սա գիտեք ինչ է, նաև սեփական դե ասում է թեր բնակեցված ենք, համեմատում է ուրիշ երկրների հետ, ասում է ավելի փոքր տարածքով, չէ՞, այդ տրամաբանությունը ապրենք։ Եվ մի հատ էլ հիշենք 2020 թվականից առաջ ինչ էր խոսվում եւ Արցախի մասին, որովհետեւ մենք այստեղ ունեցանք նաեւ երկրորդ ցեղասպանություն։ Ես համարում եմ, որ այս իշխանությունների օրոք մենք ունեցել ենք 3 պատերազմ, 3 պարտություն խոշոր եւ 1 նոր ցեղասպանություն։ Թուրքիայի դրոշ այրել ինչպես է գնահատում։ Ես համարում եմ հետեւյալը։ Այո, Մարուկյանն ասում է, որ դա պետություն չունենա։ Տեսեք, ինձ համար հարցը հետեւյալն է, դա դրոշ այրելը մեր որոշակի հասարակության խումբ է անում, ինձ համար կարևորը դա, ինձ համար ցեղասպանության այս նվիրական օրը, ապրիլի 24-ը, նախ ասեմ, որ այնպես չէ որ մենակ այսօրը մենք ունենք ու տարի մի օր ենք մենք հիշելու մեր ցեղասպանության այս ողբերգության մասին ու ոգեկոչենք հիշատակը մեր անմեղ զոհերի եւ նորից ամեն տարի մենք պետքա ձգտենք սրա հիման վրա ել ավելի զարգացնենք ուժեղանանք։ Ես կարծում եմ մենք այնպես չպետք է անենք, ես իմ խոսքում ասեցի, որ ապրիլի 24-ը լինի միայն չարության ու ատելության մասին, այդպիսի տպավորություն հանգարց ստացվի, այլ մենք այնպես պետք է անենք, որ սա օգտագործենք մեր ուժի համար, որովհետև սրա խորհուրդը իրականում սա պետք է լինի։ Դրա համար ես ինքս չեմ մասնակցում այդ process-ին, որտեղ ես համարում եմ մենք այս ողբերգությունը, այդ տեղի ունեցածը պետք է մեզ դաս լինի եւ դրա հիման վրա մենք շատ ավելի առաջ գնանք մեր երկիրը տանելով առաջ։ Արդեն ընտրություններին ձեր շանսերը ինչպես է գնահատում։ Արդյոք դուք կարողանաք հաղթահարել թե անցողիկ շեմը եւ թե հաղթահարեք ապա 50+1%։ Բոլոր հարցերին ես չեմ կարծում այսօր այդ օրն է որ զուտ քաղաքական հարցեր պատասխանենք։ Եվ ես համարում եմ, որ այսօրը պետք է լինի նվիրական օր, խորհրդանշական օր, իրապես ոգեկոչելու համար մեր ամեղ զոհերի հիշատակը եւ դասերը արձանագրելու։ Բազմաթիվ առիթներ կլինեն, Վահե ջան, եւ կան։ Ես հրապարակային եմ բացեմ այսօր այդ օրը չէ, ներողություն եք։ Ուրացմանը միտված հայտարարությունների հետ կապված ինչ կարող եք ասել ուղիղ տեքստով ուրացմանը միտված հայտարարություններ է Նիկոլ Փաշինյանը անում նշելով, որ դեռ պիտի հասկանան, հա, ցեղասպանությունն ինչպես։ Ուրացումը նրա արածները այսօր ցեղասպանության միջազգային հանցագործության ժխտողության բաղադրիչներն են։ Դա ուղիղ ցեղասպանությունը ուրանալու ժխտելու, որը միջազգայինորեն արգելված է։ Գիտեք, նրա այս քաղաքականությունը ինչ է նշանակում։ Աշխարհում բոլորի նկատմամբ, ոչ մեկի նկատմամբ չի կարելի ցեղասպանություն բացի հայերից։ Սա է ստացվելու։ Աշխարհում ոչ մեկի նկատմամբ չի կարելի հանցագործություն կատարել բացի հայերից։ Աշխարհում ոչ մեկի նկատմամբ մարդկության դեմ ուղղված կամ այլ հանցագործություններ չեն կարող էլի բացի հայերից։ Այսինքն մենք միակ այն մարդիկ ենք, որ ասում են, բանը, մի հատ էլ տերմին է մտածել, մենք մեր յուղով տապակվենք։ Այնա դու քո յուղով տապակվում ես Ադրբեջանի ու Թուրքիայի համար շահերը սպասարկելով։ Մենք ասում ենք, մենք հայ ժողովուրդ ենք, ուժեղ ժողովուրդ ենք, մենք մեր պատմության մեջ բազմաթիվ նվաճումներ ունենք եւ շարունակելու ենք ու մենք որևէ բանից չի կարող որևէ մեկը մեզ վախեցնել։ Եթե շատ խոսենք պատմական արդարությունից, կարող է պատերազմ լինել։ Տեսեք, ես ասել եմ հատուկ իմ ուղերձներից մեկում, ով խոսում է ես կամ պատերազմ խոսույթով, ուղղակի վաճառում է մեր ինքնիշխանությունը, վաճառում է մեր ինքնիշխանությունը։ Եվ այս իշխանության մնալու դեպքում այս քաղաքականությունը պատերազմի տանող ուղիղ քաղաքականություն։ Դա ոչ, մեզ աջակցում է մեր թիմը, մենք մեր թիմով ենք այստեղ, միշտ էլ այդպես է, մենք ինքնուրույն ենք եւ այս մեր քաղաքական ուղերձները այն ինչ որ անում ենք մեր գործունեությունը ամբողջը ինքնուրույն է։ Այս հարցերի համար ես խոստանում եմ, հիմա որ բացենք։ Տեսեք, դուք իրականության լսեք ասեմ, ժողովուրդ ջան, եկեք մնանք այս թեմայի շրջանակում, դրա հետ կապված բազմաթիվ առիթներ կան, ես հրապարակային եմ։ Այնինչ ասում ենք ճիշտ է։ Դրա մասին խոսենք մանրամասն։ Ոչ, այդպես չի, ժողովուրդ ջան, էսի չեք դուք ասում։
Թվերը քննարկենք Ժողովուրդ ջան, մեր թիմակիցները երեք պատասխանել են ձեր հարցը, բայց թափանցիկ պատասխանել են։ Այս թեմայի մեջ ենք մնում այսօր։ Թաթոյան կներեք, Դուք որ գաք իշխան Պարոն Թաթոյան ներողություն, դուք որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն եք զբաղեցնում, այդ ժամանակահատվածում քաղ բանտարկյալներ եղել են թե չէ։ Նարեկ ջան, մնում ենք այս թեմայի մեջ, խնդրում եմ։ Մնում ենք այս թեմայի մեջ։ Դրա մասին բազմաթիվ առիթներ ես անընդհատ ասուլիսներ եմ տալիս, հարցազրույցներ եմ տալիս։ Այս օրից բացի ցանկացած օր։ Շարունակվեց ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը, ասում են շարունակվեց Արցախում, էթնիկ զտումները նաև ցեղասպանական գործողություններ էին։ Հիմա տեսնում ենք, որ իշխանությունները այս հարցի շուրջել են այսպես լռություն պահպանում խորհրդավոր եւ հավանական է նաև այո այդ միջազգային հայցերի հետ կապված թեման աղմկահարույց նոր թափ հավաքի վերընտրվելու դեպքում։ Դուք ինչպես եք տեսնում հեռանկարը, դատապարտման Արցախում կատարվածի։ Եվ ձեր քաղաքում Արցախում մենք գնահատականը տվել ենք արդեն, որ էթնիկ զտումներ ու նաև նոր ցեղասպանություն է բերել այս իշխանությունը մեր ժողովրդի գլխին եւ հայոց պատմության մեջ երբեք չի եղել, որ Արցախում հայ չապրի։ Հակառակը Արցախն ու Սյունիքը եղել են այն մեր պատմական հայրենիքի մասերը, այն մեր հայրենիքի առասարակ եւ պատմությամբ, երբ ամենաշատն են հայեր եղել։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հայցերի, դա մեր իրավունքների պաշտպանության համար է Ժողովուրդ ջան, այսօր տպավորություն է, որ մենք բան ենք անում, տես բարեհաճությունների մեջ ենք ընկել, քաղաքական հաշվարկներ ենք անում, զիջենք, չզիջենք, հայցերը հետ քաշենք։ Ժողովուրդ ջան, սա մեր իրավունքների պաշտպանության համար է, դուք պատկերացնում եք, հանկարծ օրինակ որևէ օրինակ արդարադատության միջազգային դատանը վերցնենք։ Այդտեղ քաղաքացիները դիմելու իրավունք չունեն։ Այդտեղ միայն դիմում են պետությունները եւ ուրիշ նաեւ այնտեղ միջազգային ուրիշ մեխանիզմ էլ կա, բայց հիմա դուք պատկերացեք մեր պետությունը հետ է վերցնում, ինքը զրկում է մեզ բոլորիս մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, հետո ումիջ գնանք ինչ ուզենք, առավել եւս մենք այդտեղ ունենք ֆիքսած մեր ժողովրդի իրավունքներին վերաբերող հստակ պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ եւ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ եթե հանկարծ այդ հայցերը հետ քաշվեն, ապա շատ ավելի ուժեղանալու է ինքը դիվանագիտությամբ եւ հիմա հակառակն է։ Մենք այդ հայցերով շատ ավելի ուժեղ ենք, Ադրբեջանը միշտ ունեցել այդ քաղաքականությունը, ինքը բերել հայելային ուղղությամբ նոր հայցեր է ստեղծել, զրոյից դարձել է, ոնց որ օրինակ հիմա այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է, մյուսն է, դրանք այս իշխանությունների քաղաքական պատասխանատվությամբ աճեցրած, զրոյից աճեցված հարցեր են։ Պարոն Թաթոյան, ասում են թե հետ ո՞նց եք հարաբերվելու։ Մենք ցեղասպանության հետ կապված հարցերը, որ ես նշեցի, իհարկե այսպես էլ առաջ ենք տանելու, իսկ Թուրքիայի հետ կապված բնականաբար առանց որևէ նախապայմանի կողմ ենք հարաբերությունների կանոնակարգմանը եւ այլն, այսինքն այդտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Իշխանությունները ժողովրդին խորհուրդ են տալիս չապրել ցեղասպանվածի հոգեվիճակով, դա լավ տեղ չի տանելու, սա մոլորեցնող թե իսկապես բարի խորհուրդ է։ Քաղաքականությունն է, որ տանում է, ապրեցնում է միշտ այդ ցեղասպանվածի հոգեվիճակի մեջ է պահում։ Զիջել, անընդհատ, վախերի մեջ ապրել, չզարգանալ, այսօր այնպես են դարձել, հանկարծ խոսում ես մեր ուժեղանալու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի, խոսում ես բանակը ուժեղացնելու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի։ Այս Ժողովուրդ ջան, եթե մենք մեզ չուժեղացնենք, մենք ուժով չլինենք, բանակը չուժեղացնենք, մեր անվտանգության համակարգը ոչ ման չենք ունենա, եկեք հələ վերցենք երասխի դեպքը։ Ակնհայտ դեպք, երասխում ուզում էին գործարան կառուցել, չէ՞։ Ադրբեջանը մի քանի անգամ կրակեց, գործարանը տեղափոխեցին։ Ինչ է ստացվում, որովհետև մենք ուժով չկարողացանք դա պահել, որովհետև Նիկոլ Փաշինյանի այնպես չի արել այս իշխանությունը, որ որևէ մեկը չփորձի մեզ սպառնել պատերազմով։ Դու ուրեմն 6 տարի, տեսեք ինչու եմ ես 6 տարին անդադ շեշտում, շատ ավելի քան ժամանակահատված է, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների միջև։ Դու ուրեմն այսքան ժամանակ ունենաս, քո անվտանգության համակարգը չզարգացնես, առաջ չտանես, որ որևէ մեկը ռիսկ չանի հանգարց քեզ սպառնա։ Հիմա գիտեք ոնց պետք է լիներ, կապ չունի ով է վարչապետը։ Այդպես պետք է լիներ, որ եթե երկիրդ ունի զսպման կարողություններ, ցանկացած մեկը պետք է նկատի ունենա, ով փորձի մեր երկրի նկատմամբ ոտնձգի, նենց օրը կընկնի, որ միանգամից կոլապսի մեջ կհայտնվի։ Այդպես պետք է լինի մեր երկիրը։ Երեխաների կյանքերի եւ արյան հաշվին եք դուք նման բաներ ասում։ Մենք ասում ենք սա նրան համար, որ ունենանք մենք ասում ենք սա հանուն ապահով ապագայի, հանուն խաղաղության, սա է երաշխավորված խաղաղության տանելու ճանապարհը։ Այ տեսեք Նիկոլ Փաշինյանը, եկեք 2020 թվականից առաջ տեսնենք ինչ էր ասում, պատերազմից առաջ։ Նույն չէ, բացարձակ խաղաղություն է, այսպիսի բան դեռ չէր եղել եւ այլն, տեսանք ողբերգությունները ինչի հանգեցրեցին։ Եվ սա է ես կարծում եմ մեր հիմնակետը, որ իրականում այսպիսի մի բան էլ կա, նայեք, ինքը անընդհատ խոսում է
է խաղաղության մասին, տպավորություն է, թե ով ավելի շատ խոսա խաղաղության մասին, բոլորը մրցում են այս դաշտում։ Մեր երկրում չկա, ժողովուրդ ջան, որևէ կուսակցություն, որը խոսա պատերազմի մասին, որը ագիտացիա անի պատերազմի։ Դրա համար այս թակարդը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունով, ինչի համար, որ թաքցնի այն հարցը, դուք ինչու եք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ մեզ ուրիշ պետությունները սպառնում են պատերազմով։ Ու դուք ամեն ինչ անում եք։ Ինչու եք ձախողել։ Այս է ամենակարևորը։ Ասում են, հա հիմա չեն խոսում, բայց ժողովուրդ ջան, եթե դուք իրանց ձայն տակ քվետակ, իրենք գալու են իշխանության ու այն քաղաքականությունը, որ մենք բարում ենք, դրա հակառակն են անելու, այսպեսի ձևակերպում ռևիզիայի են ենթարկվելու։ Տեսեք, այսօրվա շատ հստակ մեկ բան, այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը պատերազմի ուղիղ տանող ճանապարհը եւ սա անվերադարձ է նրանց համար, ինչու սա անվերականգնելի է, որովհետեւ սրա շնորհիվ նրանք կոծկում են իրենց ձախողումները, սա սեփական սխալները կոծկելու, թաքցնելու նաև քաղաքականություն է։ Դրա համար նրանք ուրիշ բան չեն կարողանում ասել։ Շնորհակալություն։ Ասում են այդ տեսանյութերը, որ դուք տարածում եք, ասում են ապատեղեկատվություն է։ Իշխանությունները, պաշտպանության նախարարությունը։ Գիտեք, շատ ծիծաղելի է, որովհետեւ Այսօր ասում Միքայելյանն էլ էր ասում։ Աշխատակազմի ղեկավարը, որ քոնը Google-ից սկրիններ։ Ուրեմն ես Արայիկ Հարությունյանին մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինքը թող մի հեքիաթ կա, Մոխրոտին ա վերաբերվում, ժամը 12-ից հետո այնտեղ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Ես իրանց զգուշացնում եմ, թող 12-ից, հույս ունեմ 12-ից առաջ անում այդ գրառումները եւ միշտ հիշի այդ մուլտիկի մասին։ Երկրորդը, որ Մոխրոտի մասին։ Երկրորդը, որ շատ կարևոր է նաև այստեղ այդ տեսանյութերի հետ կապված։ Տեսեք, այս իշխանությունների ինչ աստիճան են սանձարձակ պահում իրանց ու ստում։ Ուրեմն ես արբանյակային լուսանկարներով, չինական արբանյակի եւ ֆրանսիական Airbus արբանյակի լուսանկարներով հրապարակում ենք, ապացույցներով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը նոր դիրք է մեր տարածքում դրել։ Ցույց ենք տալիս, որ ամրանում է մեր դիրքերում ճանապարհները մարտավարական օպերատիվ կառուցում, իրենց դիրք կոմունիկացիաներն են ավելացնում, ասում է դա Google քարտեզ է։ Դո մեր ժողովրդին տեսեք ոնց են խափում, Google քարտեզը ինչպես է ձևավորվում։ Արբանյակային լուսանկարների հիման վրա Google քարտեզը վերցնում է նկարները այդտեղից։ Այսինքն օրինակ հիմա դուք մտնեք Google քարտեզ, դուք թարմացած հիմա չեք տեսնի տեղեկություններ, որովհետև դրա հիման վրա է ձևավորվում։ Այստեղ դրա համար այդ լուսանկարները մեկ բանի մասին են։ Մեկ, խափում են մեր ժողովրդին առանց ամաչելու լկտիաբար խափում են մեր ժողովրդին, երկրորդ տարածք են կորցրել։ Մենք դրանով ապացուցեցինք շատ կարևոր մի բան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2020 թվականից հետո ամեն տարի տարածք է կորցրել։ 2020-ին կորցրել է, 21-ին կորցրել է, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին կորցրել է տարածք։ Նրանք անընդհատ խափում էին, մենք դա ապացուցեցինք արբանյակային լուսանկարներով։ Սա արդեն բավարար է։ Այսօր Սասուն Միքայելյանն ասում էր, որ իրենք այդտեղ հերթապահություն իրականացնում են եւ այդպիսի բան չկա։ Իրեն երևի Գիտեք, բոլորը արբանյակային լուսանկարներից ավել բան կարող է լինել, այ ժողովուրդ ջան։ Եվ նորից եմ ասում, այստեղ երկու բան կա՝ սուտ ասել եւ նաեւ տարած կորցնել։ Սա այս երկու հիմնական բանն է։ Շնորհակալություն։